Թրիփի վերաբերյալ Միացյալ Նահանգների ներկայացուցիչն ու Ադրբեջանի փոխարտգործնախարարը քննարկում են ունեցել Բաքվում առանց Հայաստանի։ Ինչ է քննարկվել։ Ում շահերն են բախվում եւ ինչ վտանգներ կամ պայմանավորվածություններ կարող են թաքնված լինել այդ գործընթացի հետևում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության խոսել են Թրիփ երթուղու, ինչպես նաև տնտեսական ներդրումների ոլորտներում համագործակցության մասին։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, գաղտնի պայմանավորվածություններ կան, որոնց մասին լռում են կողմերը։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ նշում է, Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները բանակցում են Ադրբեջանի պետական գործակալությունների հետ, որպեսզի նրանք ներդրում անեն ամերիկյան այնպիսի ընկերություններում, որոնք որևէ կերպ առնչություն են ունենալու Սյունիքով անցնող ճանապարհի կառուցման գործում։ Սա նշանակում է, որ այն ընկերությունները, որոնք Հայաստանում, Սյունիքում իրականացնելու են շինարարություն, այլ տեսակի գործունեություն, ամենևին կարող են ամերիկյան չլինել, այլ նրանց կապիտալի մեծ մասը, ի վերջո որոշումների կայացումը կարող է իրականանալ Ադրբեջանում ու Բաքվում, քանի որ ներդրումների մասին են բանակցվում։ Դանիելյանի խոսքով Բաքվում քննարկվող Թրիփի թեման համընկնում է գաղտնի բանակցությունների փուլին, որոնք վերաբերում են ոչ միայն տնտեսական եւ տրանսպորտային հարցերին, այլև անվտանգության երաշխիքներին եւ տարածաշրջանային ազդեցության բաժանմանը։ Նա ընդգծում է, որ պայմաններն Ադրբեջանը թելադրում է ուժի միջոցով, իսկ Հայաստանի ղեկավարությունը չմասնակցելով քննարկումներին ցույց է տալիս, որ պայմաններին ենթարկվող դիրքում է։ Ակնհայտորեն Ադրբեջանի պայմաններն են թելադրված, Ադրբեջանի պայմանները ակնհայտ անկություն եւ թերեկություն, որի մասին ասվել է հաստատվում, որ Վաշինգտոնն է կնքել եւ որտեղ տաքս ստորագրել է Հայաստանի այսպես կոչված վարչապետը։ Արարատ Միրզոյանն էլ օրեր առաջ ասուլիսի ժամանակ նշել էր, չկա գաղտնի որևէ կետ, ինչի մասին պայմանավորվել են, բացահայտ հայտարարել են։ Մինչդեռ քաղաքագետը հակառակն է պնդում, նշում Թրիփի վերաբերյալ գաղտնի եւ բացահայտ բանակցությունները հղի են վտանգներով։ Մեր սուվերենության մի մասը ունենք, Պարսչին, Ադրբեջանին, Թուրքիային, Միացյալ Նահանգներին, ինչ-որ կոմերցիոն կազմակերպությանը, որի իրական տերերը մենք չգիտենք ովքեր են լինելու, ինչ երկրների ներկայացուցիչներ են լինելու, որ հատուկ ծառայություններն են ներկայացնելու, մենք այդ տվյալները չունենք, ուղղակի կարող ենք ենթադրություններ անել։ Սա մի վտանգն է։ Մյուս վտանգը այն է, որ աշխարհաքաղաքական process-ներ են գնում եւ կան երկրներ բավականին հզոր, այլ մեր տարածաշրջանում, որոնց այդ պայմանավորվածությունները ձեռնտու չի։ Գաղտնի պայմանավորվածությունները վտանգում են ինչպես երկրի ինքնիշխանությունն, այնպես էլ քաղաքացիների կյանքը, նշում են զրուցակիցներս։ Հայաստանի մասնակցությունը կատարողից պետք է վերածվի շահերը պաշտպանողի վիճակի, նշում է Դանիելյանը։ Անիա Բախյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։